Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում եմ պատասխանել սոցիալական մեդիայի տարբեր հարթակներով ինձ ուղղված բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին քաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերին, նաև բանակին, պաշտպանունակությանը, արդյունաբերությանը, աշխատավարձերին, դրանք բազմաթիվ եւ բազմազան այսպես ոլորտների են առնչվում, որոնց ես սիրով պատրաստ եմ պատասխանել։ Նախորդին բազմաթիվ հարցեր եմ ստանում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման վերաբերյալ, մարդիկ հարցնում են ինչպես եմ վերաբերում Վարդան Ղուկասյանի կալանավորմանը, մարդիկ ասում են, որ քաղաքապետը ընտրվել փաստորեն անձը 6 ամիս առաջ ընդամենը եւ նրան կալանավորում են, կաշառքի մեղադրանքն էլ դեռ չի հաստատվել կամ չի ապացուցվել։ Սուսաննա Աբրահամյանն է այդպիսի հարց ուղղել, բազմաթիվ այլ հարցադրումներ էլ կան կոնկրետ այս խնդրով։ Հարգարժան օգտատերեր, անկախ անձերից ու անուններից այս գործը պետք է դիտել ոչ թե որպես մեկ քաղաքապետի խնդիր, այլ որպես մեր պետականության դիմակայության քննություն։ Երբ մարդն ընտրվում է հանրային վստահությամբ եւ կես տարի անց հայտնվում է քննչական մարմինների ուշադրության ներքո այսպիսի ծանր մեղադրանքով, դա ինքնին արդեն ցույց է տալիս ոչ միայն անհատի հնարավոր հակումը հանցագործությանը, այլև համակարգի հիվանդությունը, որը թույլ է տվել այդ մարդուն հասնել իշխանության։ Կոռուպցիան Հայաստանում երբեք միայն գումարի սովորական հափշտակության հարց չի կարելի դիտարկել։ Յուրացված յուրաքանչյուր լումա ըստ էության կարող ենք համոզված ասել, որ գողություն է բանակից, զինվորից, թոշակառուից, ուսուցչից, գյուղացու քրտինքից եւ քաղաքացու մեր հավաքական վստահությունից։ Կոռուպցիան պետք է ստանա պետական դավաճանության կարգավիճակ օրենքի առավելագույն խստությամբ, պատժաչափով, առանց վաղաժամկետ ազատման իրավունքի, գույքի լիակատար բռնագանձմամբ։ Մենք պետք է ստեղծենք մի այնպիսի համակարգ, որտեղ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող պահպանել ոչ միայն պաշտոնը, այլև ապօրինաբար կուտակած ոչ մի լումա, որտեղ հանցագործը կմերկացվի հանրային դատաստանի առաջ որպես պետության դեմ գործած դավաճան։ Պաշտոնը Հայաստանում պետք է մեկընդմիշտ ընկալվի ոչ թե որպես հարստանալու աղբյուր, այլ ծառայություն։ Մի շարք օգտատերեր հարցնում են, որ կրկին համատարած թանկացումներ են, թանկացել են ինչպես փաստորեն սննդամթերքը, այնպես էլ որոշ ծառայությունների գները, թանկացել է կարագը, սուրճը, հացը, ինչ անել, մինչև ուր պետք է այս թանկացումը շարունակվի։ Հարգարժան հետևորդներ, այսօր կարագը, սուրճը, հացը, պանիրը եւ մեր ամենօրյա մյուս ապրանքները թանկանում են ու շատերի համար դառնում են շքեղություն, որովհետեւ պետությունը պատշաճորեն չի պաշտպանում քաղաքացիներին, տնտեսվարողներն էլ անհիմն սկսում են իրենց ուզած գները թելադրել։ Բացի այդ, մեր տնտեսությունը չափազանց կախված է ներմուծումից եւ երբ արժույթը փոքրինչ տատանվում է, ամեն փոքր փոփոխությունը միանգամից դառնում է թանկացման պատճառ։ Բայց ելք կա, եթե իշխանությունը հստակ կանգնի տեղական արտադրողի կողքին, աջակցի մեր արտադրող գյուղացուն, ֆերմերին, փոքր եւ միջին բիզնեսին, ապա մենք կարող ենք նվազեցնել ներմուծման կախվածությունը եւ կայունացնել ձեր նշած ապրանքատեսակների գները։ Մի շարք օգտատերեր հատկապես կենտրոնանում են հոկտեմբերի սկզբից կատնամթերքի գների թանկացման վրա, փաստորեն նշվում է, որ Պետեկամուտների կոմիտեն որոշել է պարտադիր դրոշմավորման ենթարկել այդ ապրանքները եւ ֆինանսական բեռը փաստորեն դրվել է տնտեսվարողի վրա, ինչ եմ մտածում այս մասին։
Հոկտեմբերի սկզբից այո կատնամթերքի գների բարձրացումը պատահական չէ։ Դրա պատճառը կառավարության այն որոշումն է, որով կատնամթերքը դարձավ պարտադիր դրոշմավորման ենթակա եւ այդ ծախսը ամբողջությամբ փաստորեն դրվեց տնտեսվարողների վրա։ Իսկ երբ հավելյալ բեռ է դրվում արտադրողի կամ վաճառողի վրա առանց որևէ աջակցման, ապա այդ բեռը անմիջապես ավելացվում է ապրանքի գնին։ Արդյունքում կրկին տուժում է սովորական քաղաքացին, որն արդեն այսօր կաթի, պանրի կամ մածունի համար վճարում է ավելի շատ, քան նախկինում։ Կատնամթերքն առաջին անհրաժեշտության սննդամթերք է եւ դրա գնի բարձրացումն առաջին հերթին հարվածում է ամենախոցելի խմբերին։ Եթե պետությունն ուզում է ապահովել շուկայի թափանցիկությունը, ապա պետք է կամ փոխհատուցի տնտեսվարողի ծախսերը, կամ ապահովի անցումային փափուկ մի մեխանիզմ, որպեսզի ամբողջ ծանրությունը, ամբողջ բեռը չընկնի սպառողի ուսերին։ Օգտատերերը նշում են, որ իշխանությունը պնդում է, որ Հայաստանում գնաճը չափի մեջ է, սակայն այս համատարած թանկացումները մարդիկ զգում են իրենց մաշկի վրա, հատկապես թոշակառուները։ Արդյոք իշխանությունը բավարար ջանք գործադրում է գնաճը զսպելու համար, թե կան քայլեր, որոնք կարելի անել եւ կառավարությունը թերանում է։ Այսպիսի հարց են ուղղել մի շարք օգտատերեր։ Հարգարժան հետևորդներ, իշխանությունը ասում է, որ գնաճը վերահսկելի է, բայց մարդիկ չեն հավատում, որովհետև ամեն օր դա զգում են իրենց մաշկի վրա։ Երբ թոշակառուն նույն գումարով չի կարողանում գնել այն, ինչ գնում էր օրինակ ամիսներ առաջ, երբ ընտանիքները ստիպված են խնայել նույնիսկ ամենապարզ ապրանքների վրա, նշանակում է, որ թվերը չեն արտացոլում իրականությունը։ Գնաճը չի չափվում տոկոսներով, այն չափվում է մարդկանց կյանքի որակով։ Կառավարությունը կարող էր անել շատ ավելին։ Պետք է աջակցել թոշակառուներին եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին նպաստներով կամ ժամանակավոր սուբսիդիաներով, որպեսզի նրանք էլ կարողանան դիմանալ թանկացումներին։ Պետք է խթանել տեղական արտադրությունը, որպեսզի կախվածությունը ներմուծումից չդառնա գների այսքան շեշտակի աճի պատճառ եւ պետք է վերջապես կարծում եմ վերահսկել մենաշնորհային խմբերի ագահությունը, որոնք արհեստականորեն երբեմն օգտվելով որոշ իրավիճակներից, հանգամանքներից անհարկի բարձրացնում են գները։ Մելանիա Արուստամյանը հարցնում է. ինչ եք կարծում, աղքատ մարդը կարող է մտածել պետության, պետականության եւ այլ արժեքների մասին։ Համաձայն եք այն մտքի հետ, որ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Հարգարժան Մելանիա, երբ մարդը մշտապես պայքարում է հացի եւ գոյատևման համար, դժվար է ակնկալել, որ նա նույն ջերմեռանդությամբ եւ անմնացորդ կարող է գիտակցված ձևով մտածել պետության, պետականության մասին։ Նա իհարկե առաջին հերթին պետք է մտածի ինչպես կերակրել ընտանիքը, ինչպես վճարել կոմունալ վարձերը եւ անցկացնել հերթական ծանր օրը առանց եկամտի։ Այս իմաստով կեցությունն է որոշում գիտակցությունը, այդ միտքը իրականության հետ կապ ունի։ Սոցիալական վիճակը ուղղակիորեն ձևավորում է մարդու մտածողության պայմանները, բայց սա չի նշանակում, թե աղքատ մարդը հայրենասիրություն չունի կամ հայրենասեր չէ կամ չի սիրում իր երկիրը։ Պարզապես երբ պետությունը նրան թողնում է միայնակ իր կարիքի առաջ, պետությունն ինքը սահմանափակում է նրա մտածողությունը եւ սահմանափակում է փաստորեն միայն գոյության պայքարի շրջանակում։ Եթե քաղաքացին ապրի արժանապատվորեն, զգա պետության աջակցությունը, ապահով լինի իր նվազագույն կարիքներով, նա ավելի պատրաստ կլինի մտածել ոչ միայն իր, այլև իր երկրի մասին, մասնակցել հասարակական կյանքին եւ պաշտպանել պետականությունը։ Այսպիսով պետությունը պարտավոր է ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդը չմնա միայն գոյատևման մտքի մեջ, այլ կարողանա տեսնել իր ապագան անբաժան իր պետությունից։ Մի շարք օգտատերեր հարցնում են ինչպես են վերաբերում այն հայտարարությանը, որ կառավարությունը մտածում է պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին։ Եթե չեմ սխալվում, սրա մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր վերջերս նաև հրապարակավ հայտարարել։
Հարգարժան հետևորդներ, այսօր, երբ մարդկանց մեծ մասը դժվարությամբ է հոգում ամենօրյա ծախսերը, երբ թոշակառուն հաց գնելուց առաջ հաշվում է վերջին լումաները, այս մտադրությունը պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ բնականաբար առաջացնում է դժգոհություն։ Քաղաքացին հարց է տալիս, ինչպես է հնարավոր մտածել իշխանավորների եկամուտը ավելացնելու մասին, երբ ժողովրդի մեծ մասը չի կարողանում ապահովել իր ընտանիքի ամենօրյա կարիքները։ Ճիշտ է, պետական համակարգը պետք է ունենա արժանապատվորեն վարձատրվող մասնագետներ, բայց դրա մասին խոսելը տեղին է միայն այն ժամանակ, երբ երկրում ընդհանուր սոցիալական վիճակը կայուն է, ոչ թե երբ մարդիկ գոյատևման այսպես պայմաններում են հարատևում։ Այսօր նման հայտարարությունը, նման մտադրությունը մարդկանց մոտ թողնում է տպավորություն, որ իշխանությունը մտածում է նախ իր մասին, հետո միայն ժողովրդի։ Եթե կառավարությունը իրապես ցանկանում է բարձրացնել պետական պաշտոնյաների աշխատավարձերը, նախ պետք է ապահովի սովորական քաղաքացու արժանավայել կյանքը, նվազագույն արժանավայել կյանքը, կարողանա ստեղծել պայմաններ, որպեսզի սովորական շարքային քաղաքացին էլ կարողանա ապրել առանց վախենալու հաջորդ օրվա կարիքներից։ Հակառակ դեպքում այս քայլը ընկալվում է որպես անտարբեր վերաբերմունք հասարակության կարիքների, հասարակության խնդիրների նկատմամբ։ Facebook-յան մի շարք օգտատերեր հարցնում են 2026 թվականից սկսվում է համապարփակ ապահովագրության ներդրումը, որն աստիճանաբար կներառի Հայաստանի ամբողջ բնակչությունը, ընդ որում ժամանակի ընթացքում առողջապահական փաթեթի գինը բարձրանալու է, քաղաքացիները 29600 դրամի փոխարեն տարեկան վճարելու են 164400 դրամ կամ ամսական 13700 դրամ։ Ինչ եք կարծում, սա որքանով է տեղին։ Հարգարժան օգտատերեր, առողջապահության համապարփակ ապահովագրության գաղափարը կարող է լինել օգտակար, քանի որ այն իրապես միտված է, նպատակ ունի յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել մատչելի բուժօգնություն եւ կանխել անսպասելի մեծ ծախսերը։ Բայց հարցն այն է, որ արդյոք մարդիկ պատրաստ են դրա ֆինանսական բեռը կրել։ 2026-ից քաղաքացիները պետք է տարեկան վճարեն արդեն 164400 դրամ, այսինքն ամսական շուրջ 13700 դրամ։ Շատերի համար, հատկապես ցածր եկամուտ ունեցող աշխատողների, թոշակառուների, բազմազավակ ընտանիքների համար, սա իրապես կարող է դառնալ լուրջ ծանրաբեռնվածություն, եթե եկամուտները չեն աճում համաչափ կերպով։ Այս փոփոխությունը կարող է լինել ընդունելի միայն այն դեպքում, երբ քաղաքացին իր վճարի դիմաց ստանա որակյալ, հասանելի եւ իրականում այսպես պատշաճ բժշկական օգնություն, բժշկական ծառայություն։ Բացի այդ, պետությունը պետք է ապահովի, որ սոցիալապես խոցելի խմբերի համար գործեն սուբսիդավորման կամ մասնակի փոխհատուցման համակարգեր, որպեսզի նրանք չմնան այս նախագծի տուժող կողմում։ Եթե այս պայմանները չեն ապահովվում, ապա ծրագիրը կարող է ընկալվել ոչ թե որպես սոցիալական պաշտպանություն, այլ որպես հերթական պարտադիր վճար, որը եղած բեռը ավելի կծանրացնի արդեն դժվար պայմաններում ապրող ընտանիքների համար։ Facebook-յան մի շարք օգտատերեր հարցնում են, Հայաստանում բարձր վարձատրվող ոլորտներն են, տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսական համակարգն ու հանքարդյունաբերությունը։ Ինչ պետք է անել, որպեսզի մյուս ասպարեզների աշխատավարձերն էլ մոտեցվեն այդ ոլորտների աշխատավարձերին։ Հարգարժան հետևորդներ, Հայաստանում բարձր աշխատավարձերն այսօր հիմնականում վճարում են տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում, ֆինանսական համակարգում եւ հանքարդյունաբերության մեջ, քանի որ այդ ոլորտներում կա մեծ պահանջարկ, ներդրում եւ բարձր արտադրողականություն։ Մյուս ոլորտներում աշխատավարձերը բարձրացնելու համար պետք է ստեղծել համապատասխան պայմաններ, որ տնտեսության տարբեր ճյուղերը դառնան ավելի մրցունակ եւ արդյունավետ։
Առաջին քայլը որակյալ կրթության եւ մասնագիտական վերապատրաստման ապահովումն է, որպեսզի աշխատողները ձեռք բերեն բարձր վարձատրվող հմտություններ։ Պետք է խթանել տեղական արտադրությունը, փոքր եւ միջին բիզնեսը, ստեղծել ներդրումային հնարավորություններ նաեւ գյուղատնտեսության, արդյունաբերության, ծառայությունների ոլորտներում։ Երբ այդ ճյուղերում առաջանում է ավելացված արժեք եւ պահանջարկ, աշխատավարձերն էլ բնականաբար բարձրանում են։ Պետությունն այստեղ պետք է խրախուսի արդար մրցակցությունը եւ ապահովի, որ աշխատողը գնահատվի իր ստեղծած արդյունքով։ Միայն այդ դեպքում այլ ոլորտներում աշխատավարձերը կարող են մոտենալ բարձր վճարվող ուրեմն ասպարեզների ոլորտների մակարդակին։ Օգտատերերը հարցնում են. շատ է խոսվում Հայաստանի արդյունաբերական երկիր դարձնելու հրամայականի մասին, սակայն տեսնում ենք, որ արդյունաբերության ոլորտում լուրջ առաջընթաց չկա։ Որն է հարցի լուծման ձեր տեսլականը։ Հարգարժան հետևորդներ, Հայաստանում տարիներ ի վեր խոսվում է արդյունաբերական երկիր դառնալու հեռանկարների մասին, բայց լուրջ առաջընթաց չկա, քանի որ չկա հստակ ծրագիր եւ հստակ ռազմավարություն ու քաղաքականություն եւ հետեւողական պետական աջակցություն։ Արդյունաբերությունը չի զարգանում միայն հայտարարություններով։ Դրա համար պետք է ստեղծել իրական պայմաններ արտադրողների համար։ Նախ պետությունը պետք է ապահովի մատչելի վարկերով եւ հարկային արտոնություններով հատկապես այն բիզնեսներին, այն տնտեսվարողներին, որոնք ներդրումներ են կատարում արտադրության ասպարեզում։ Երկրորդ պետք է պատրաստել որակյալ աշխատողներ, զարգացնելով մասնագիտական կրթությունն ու տեխնիկական հմտություններն ու կարողությունները։ Երրորդ անհրաժեշտ է բարելավել ենթակառուցվածքները, հատկապես մարզերում, որպեսզի արտադրությունը կենտրոնացած չմնա միայն մայրաքաղաք Երևանում։ Կարևոր է նաև խթանել արտահանմանը միտված արտադրանքը, որպեսզի հայկական ձեռնարկությունները վստահ լինեն, որ ունեն շուկա եւ կարող են ուրեմն աճել, մեծանալ։ Եթե այս պայմանները ապահովվեն, արդյունաբերությունը կսկսի զարգանալ, կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ բնականաբար աշխատավարձերն էլ կկայունանան, կբարձրանան։ Օգտատերերը հարցնում են նաև, որ Հայաստանը խիստ կախվածություն ունի Ռուսաստանից նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցում։ Հայկական գյուղմթերքի մի զգալի մասն արտահանվում է հենց Ռուսաստան, սակայն դրա հետ միասին Ռուսաստանը հաճախ արհեստականորեն խնդիրներ է ստեղծում հայկական գյուղմթերքի համար, այսպիսով դժվարացնելով հայ գյուղացիների արտադրանքի իրացումը իր տարածքում, ինչ պետք է արվի այլընտրանքային շուկաներ գտնելու եւ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Հարգարժան հետևորդներ, Հայաստանի գյուղատնտեսության մեծ մասը իհարկե կախված է Ռուսաստանի շուկայից եւ սա խնդիր է, քանի որ երբ Ռուսաստանը ստեղծում է արհեստական արգելքներ, նաեւ քաղաքական պատճառներով մեր գյուղացին մնում է չվաճառված ապրանքով կամ ստիպված է լինում իր արտադրանքը վաճառել շատ էժան գնով։ Այս կախվածությունը պետք է իհարկե նվազեցնել։ Նախ պետությունը պետք է բացի նոր շուկաներ, հատկապես Եվրամիությունում, որտեղ վճարունակ, գնողունակ շուկա է, Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի երկրներում եւ հարևան տարածաշրջաններում պետք է բանակցել արտասահմանյան հեշտացված պայմանների շուրջ այս բոլոր երկրների հետ։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել, որ հայկական գյուղմթերքը համապատասխանի միջազգային ստանդարտներին, որակի, փաթեթավորման եւ սերտիֆիկատների համապատասխանեցում պիտի լինի միջազգային պահանջներին։ Պետությունը պետք է աջակցի արտադրողներին այս գործընթացում։ Կարևոր է նաեւ խթանել ֆերմերային կոոպերացիաները, որպեսզի փոքր արտադրող գյուղացիները կարողանան միավորվել եւ կազմակերպված ձևով դուրս գալ արտաքին շուկաներ։ Գյուղացին պետք է ունենա ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի իրացման շուկայի հնարավորություն։ Եվ սա պետք է ապահովի պետության աջակցությամբ պետք է սա տեղի ունենա, պետք է իրականացվի սա որպես պետական քաղաքականություն, պետական ռազմավարություն։ Օգտատերերը հարցնում են սոցիալական արդարության եւ կրթության մասին, օրինակ ուսուցիչների աշխատավարձերը հատկապես մարզերում խիստ ցածր են։ Այդ դեպքում ինչպես պետք է ունենանք բարձր որակի կրթություն, եթե ուսուցիչները չունեն մոտիվացիա շատ գիտելիքներ տալ իրենց աշակերտներին։ Հարգարժան հետևորդներ, այսօր շատ ենք խոսում սոցիալական արդարության եւ կրթության
որակի կրթության կարևորության մասին, բայց իրականությունը ցույց է տալիս, որ հատկապես մարզերում ուսուցիչների աշխատավարձերն այնքան ցածր են, որ նրանք հաճախ ստիպված են լրացուցիչ այլ աշխատանք փնտրել ընտանիքը պահելու համար։ Այս պայմաններում դժվար է ակնկալել, որ ուսուցիչը լիովին կարող է կենտրոնանալ իր աշակերտների կրթության վրա եւ մշտապես նաեւ զարգացնել իր մասնագիտական հմտությունները։ Որակյալ կրթություն չի կարող լինել առանց արժանապատիվ վարձատրվող ուսուցչի։ Եթե պետությունը ցանկանում է բարձրացնել կրթության մակարդակը, պետք է սկսել հենց ուսուցչից, բարձրացնելով նրա աշխատավարձը եւ ապահովելով նրան վերապատրաստման եւ մասնագիտական աճի անսահմանափակ հնարավորություն։ Մարզերում աշխատող ուսուցիչների համար անհրաժեշտ են հավելավճարներ, հատուկ խթաններ պետք է ստեղծել նրանց համար հատկապես, քանի որ նրանց սոցիալական բեռը հաճախ շատ ավելի մեծ է Երևանում ուրեմն աշխատող համանման դպրոցի ուսուցչից։ Երբ ուսուցիչն իրեն գնահատված զգա եւ կարողանա ապրել իր աշխատանքով առանց գոյատևման այսպես մտածմունքի, նա ավելի մոտիվացված կլինի տալ լավագույնը իր աշակերտներին։ Լավ կրթությունը սկսվում է լավ վարձատրվող ուսուցչից։ Առանց դրա որակի մասին խոսելը անիմաստ է։ Օգտատերերը հարցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայությունը կրճատվելու է 6 ամսով։ Սա վտանգավոր որոշում չէ, հարցնում են նրանք։ Հարգարժան օգտատերեր, պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը 24 ամսից մինչև 18 ամիս կարող է դառնալ ուժեղ քայլ, միայն այն դեպքում, եթե այն ամրագրվում է որպես բանակի պրոֆեսիոնալացման, պայմանագրայինների ավելացման, տեխնոլոգիական եւ սպառազինության ու մարտունակության բարձրացման քաղաքականություն կամ ռազմավարություն։ Սահմանը չեն պահում ամիսները, պահում է պատրաստված զինվորը, զինված դրոններով, հակադրոնային համակարգերով, կիբեր հնարավորություններով եւ կարգապահ հրամանատարությամբ։ Եթե զինվորը բանակից դուրս չի գալիս որպես մարտունակ միավոր, ապա կրճատումը իհարկե կարծում եմ խոցելի որոշում է։ Այո, ավելի կարճ ծառայությունը կարող է երիտասարդին շուտ վերադարձնել կրթության, աշխատանքի շուկա, բայց դա չի կարող կատարվել անվտանգության հաշվին։ Պետությունն իրավունք ունի կրճատելու ամիսները, միայն այն դեպքում, երբ պարտավորվում է ուժեղացնել բանակը, բարձրացնելով զինվորականի վարձատրությունը, ապահովելով մշտական վերապատրաստում եւ ներդնելով գերժամանակակից սպառազինություն։ Կրճատումը պետք է դառնա հզորացման նշան, ոչ թե թուլացման, բանակը թուլացնելու փորձ։